Այսօր մայիսի 9 է հայկական եռատոնը։ Օրվա արդիվ քաղաքական տարբեր ուժեր այցելել են հաղթանակ զբոսայգի եւ Եռաբլուր զինվորական պանթեոն, հարգանքի տուրք մատուցել անմար կրակի մոտ եւ խոնարհվել ընկած հերոսների շիրիմներին։ Ուժեղ Հայաստան դաշինքի առաջին համար Նարեկ Կարապետյանը խոսելով օրվա խորհրդի մասին ընդգծել է, որ հաղթական ոգին վերականգնելու անհրաժեշտություն կա։ Այսօրը միշտ պատմության մեջ մեր եռատոն է եղել եւ պետք է մենք կարողանանք այնպես անենք, որ այսպիսի հաղթական տոներ լինի։ Մենք կարողանանք վերականգնենք այդ տոն ունենալու իրավունքը, որովհետև ով չի կարողացել բերի հաղթանակ, փորձում է պարտությունը ուրիշ բառերով ներկայացնել, որպեսզի քաղաքական առումով իր վրայից այդ պատասխանատվությունը ինչ որ ձև նվազեցնի, սակայն դա անհնար է։ Հաղթանակներ պետք է ունենա մեր ազգը, ամենամեծ կարոտը հաղթանակների է։ Սյունիքում քարոզարշավը շարունակող Նիկոլ Փաշինյանը ուղերձ է հղել շեշտելով հայրենական պատերազմում հայ ժողովրդի ներդրումը։ Փաշինյանը սակայն չի խոսել արցախյան հաղթանակների Շուշիի ազատագրման տպավորիչ օպերացիայի մասին։ Դրանից հետո տեսանյութ է հրապարակել կից գրելով հարգանքի տուրք մեր բոլոր նահատակներին։ Ընկած տղաներից շիրիմներին ծաղիկներ խոնարհելու եկած Ռոբերտ Քոչարյանը պնդել է, որ այսօր առավել քան երբևէ պետք է տեր կանգնել հերոսների թողած ժառանգությանը։ Հերոսների ամենից լավ հիշատակը պահելը իրենց գործին հավատարիմ լինելն է։ Կարծում եմ սա ամենից մեծ խորհուրդն է այսօրվա եւ սա այն է, ինչ այսօր բավականաչափ բացակայում է հատկապես իշխանավորների մոտ։ Միասնության թևեր կուսակցության առաջնորդ Արման Թաթոյանի խոսքով մայիսի 9-ը ոչ միայն զուտ հիշողություն է, այլև հիմք ապագա պետականության հզորացման համար։ Նախ եւ առաջ մենք լիարժեք հիշելու ենք, պատվելու ենք, հարգելու ենք մեր այն հայերին, մեր հայրենակիցներին, մեր ընկերներին, եղբայրներին, որոնք մեզ հետ են, մեր կողքին են եւ ներդրումն են արել մեծագույն։ Նրանք լինելու են մեր ամենօրյա հոգացության ներքո, պաշտպանելու ենք նրանց իրավունքները մինչև վերջ, որովհետեւ նրանց շնորհիվ է, որ մենք այսօր կանք, մեր հզորությունը պահպանում ենք։ Լուսավոր Հայաստան կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ազգային դեմոտիվացիայի դեմ պայքարի եւ նոր հաղթանակների հնարավորության մասին է խոսել։ Մարուքյանը վստահեցրել է, որ հայ ազգը շատ հաղթանակներ է ունենալու։ Ինձ համար օրվա խորհուրդը հետեւյալն է, որ քանի որ ունեցել ենք հաղթանակներ, դա նշանակում է, որ կարող ենք ելի ունենալ հաղթանակներ։ Քանի որ ունեցել ենք հաղթանակներ, դա նշանակում է, որ չի կարելի հաղթանակներ ունեցած ժողովրդին դեմոտիվացնել։ Ռեֆորմիստների կուսակցության անդամ Պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը զուգահեռներ է անցկացրել պատմական հաղթանակի եւ այսօրվա անվտանգային սպառնալիքների միջև։ Հարությունյանը շեշտել է, որ մայիսի 9-ը ոչ միայն ռազմական հաջողություն էր, այլև հայ ժողովրդի ֆիզիկական գոյության եւ զարգացման երաշխիքը։ Մեր պատերազմի մասնակիցները ասեցի 600,000 է եղել, մենք տվել ենք 5 մարշալ, 100-ից ավել գեներալ, 113 հերոս սովետական միության։ Սա խոսում է այն ներդրումի մասին, թե ինչ ներդրում ենք ունեցել հաղթանակի։ Ավելին ձեզ ասել, ոչ թե մենք 5 մարշալ ենք ունեցել, 5 մարշալից 2-ը եղել են զորատեսակի, օդային եւ նավատորմի գլխավոր շտաբի պետերը։ Իսկ շտաբը դա այն մարմինն է, որը կազմակերպում է հաղթանակը։ Ամենայն հայոց կաթողիկոսը ուղերձ է հղել հայ ազգին եռատոնի կապակցությամբ։ Տասնամյակներ շարունակ մայիսի 9-ը հայ ժողովրդի համար նշանավորվել է ոչ միայն հայրենական մեծ պատերազմում հաղթանակով, այլև Արցախյան գոյամարտի հաղթանակի խորհրդով։ Իր ուղերձում նշել է ամենայն հայոց կաթողիկոսը։ Հայոց հայրապետի խոսքով այսօր, երբ Արցախը բռնազավթված եւ հայաթափված է, անհրաժեշտ է շարունակել հետևողական լինել հայրենազրկված արցախահայության իրավունքների պաշտպանությանը, անցյալի իրադարձություններից քաղելով ուժ եւ հաստատակամություն, ուժեղ եւ անվտանգ պետություն կերտելու համար։ Սուրբ եղեցի անուն քո, եկեցի արքայություն քո, եղեցի ինքամ քո, որպես երկինս եւ երկրի։ Կաթողիկոսը նշել է, որ հաղթանակի եւ խաղաղության օրը պետք է հիշեցնի ժողովրդի միասնականության, քաջարի ոգու եւ զոհողությունների մասին, ինչպես մեծ հայրենականում, այնպես էլ արցախյան հերոսամարտում։ Նաեւ պարտավորեցնում է այս ամենը հոգատարություն ցուցաբերել պատերազմի վետերանների, զոհվածների եւ անհայտ կորածների ընտանիքների հանդեպ։ Ուղերձում Գարեգին II-ն աղոթք է բարձրացրել բոլոր զոհված հայրենիների հոգիների համար, ընդգծելով, որ նրանց հայրենասիրությունը շարունակում է ոգեշնչել սերունդներին, ապրելու եւ արարելու նույն նվիրումով։
Հայրենական պատերազմում հաղթանակի 81-րդ տարեդարձի ավանդական զորահանդեսն է տեղի ունեցել Մոսկվայի Կարմիր հրապարակում։ Ռուսաստանի նախագահը Ուկրաինային աջակցող ՆԱՏՕ-ի անդամ երկրներին անվանել է նացիստական ստրատեգներ, որոնք Պուտինի բառերով պետանտորեն հաշվարկել են ամեն ինչ, բացի նրանից, ինչը կոչվում է ռուսական կամք և խորհրդային ժողովրդի ոգու ուժ։ Հաղթանակը միշտ մերն է եղել ու միշտ մերը կլինի, հայտարարել է Դաշնության ղեկավարը։ Ի դեպ, մայիսի 9-ի զորահանդեսների պատմության մեջ առաջին անգամ Կարմիր հրապարակով այս տարի անցել են հյուսիսկորեացի զինվորականներ։ Ռուսական աղբյուրները նշում են, որ նրանցից շատերը մասնակցել են ուկրաինական ուժերից Կուրսկի մարզը ազատագրելու գործին։ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հայտնել է, որ մեծ աղմուկ բարձրացած հանտավիրուսի տարածման գլոբալ ռիսկը ցածր է, իսկ Հայաստանում իրավիճակը լիովին վերահսկելի է և բնակչության համար վտանգ չկա։ Վիրուսի ախտանիշները սովորաբար ի հայտ են գալիս կրծողների հետ շփումից 1-ից 8 շաբաթ անց, սկսած ջերմաստիճանի բարձրացումից մկանային ցավերից, հատկապես ազդրերի, մեջքի ստորին հատվածում և հոգնածությունից։ Գրիպի նման այս վաղ ախտանիշները հաճախ արագ են զարգանում 4-ից 10 օրվա ընթացքում և հանգեցնում են ծանր շնչառական անբավարարության, որը բնութագրվում է հազով շնչարգելությամբ և թոքերում հեղուկի կուտակմամբ։ Հոլանդական MV Հոնդյուս զբոսանավում վարակի բռնկման հետևանքով 3 մարդ է մահացել, մի քանիսը նաև վարակվել են։ Թեև հանտավիրուսը սովորաբար մարդուն է անցնում կրծողների միջոցով, մասնագետները չեն բացառել նաև մարդուց մարդու վարակման հնարավորությունը, հաշվի առնելով հիվանդների սերտ շփումը նավի վրա։ Արգենտինայից մեկնած նավին, որտեղ մոտ 150 ուղևոր կա, արգելվել է կայանել Կաբո Վերդեում և այժմ այն ուղևորվում է Կանարյան կղզիներ։ Իսպանիայի իշխանությունը համաձայնել է ընդունել նավը մարդասիրական սկզբունքներով, ժամանելուն պես բոլոր ուղևորները կզննվեն և կստանան համապատասխան բուժօգնություն։ Սինգապուրում նավի 2 ուղևոր մեկուսացվել է, թեև թեստերը դեռ բացասական են, իսկ Թայվանում արձանագրվել է վարակի 1 այլ մահացու դեպք։ Մասնագետները հորդորել են խուճապի չմատնվել, նշելով, որ սա նոր համավարակի սկիզբ չէ։ Միացյալ Նահանգները պատրաստ է բանագնացներ ուղարկել Մոսկվա, եթե դա նպաստի Ուկրաինայում հակամարտության կարգավորմանը, հայտարարել է Դոնալդ Թրամփը։ Նա նշել է, որ իրեն արդեն հաջողվել է ավարտել 9 պատերազմ և ցանկանում է, որ սա լինի 10-րդը։ Խոսելով Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հաստատված երրորդյա հրադադարի մասին, Թրամփը նշել է, որ այն կարող է երկարաձգվել։ Նա իրավիճակն անվանել է վատթարագույնը երկրորդ համաշխարհային պատերազմից հետո, շեշտելով, որ ամեն ամիս մոտ 25,000 երիտասարդ զինվոր է զոհվում։ Անդրադառնալով հանտավիրուսին, նախագահը վստահեցրել է, որ իրավիճակը վերահսկելի է։ Ըստ նրա, վիրուսը վաղուց է հայտնի և ի տարբերություն COVID-ի հեշտությամբ չի փոխանցվում, սակայն մասնագետները շարունակում են սերտորեն ուսումնասիրել այն։ Իսլամաբադում հաջորդ շաբաթ կարող են վերսկսվել ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունները։ Կողմերը միջնորդների միջոցով աշխատում են 14 կետանոց հուշագրի շուրջ, որը պետք է հիմք դառնա պատերազմը դադարեցնելու մեկամսյա բանակցությունների համար։ Ըստ Wall Street-ի օրակարգում ներառված են Իրանի միջուկային ծրագրի քննարկումը, Հորմուզի նեղուցում լարվածության թուլացումը, իրանական հարստացված ուրանի պաշարների հնարավոր փոխանցումը երրորդ երկրին։ Փորձագետները նախազգուշացրել են, որ մի շարք չլուծված հարցեր դեռ կարող են ձախողել գործընթացը։ Իրանի արտգործնախարարության խոսնակ Իսմայել Բաղային հայտնել է, որ Իրանի պատասխանը ԱՄՆ-ի առաջարկին դեռ քննարկվում է և վերջնական պատասխանը կտան ճիշտ ժամանակին։ Թասնիմ գործակալությունը հայտնել է, որ Իրանի գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեին լիովին ապաքինվել է ստացած վնասվածքներից։ CNN-ի տվյալով նա ակտիվորեն մասնակցում է ԱՄՆ-ի հետ հակամարտության դիվանագիտական կարգավորման ռազմավարության մշակմանը, թեև անվտանգության նկատառումներով նրա ստույգ գտնվելու վայրը գաղտնի է պահվում, քանի որ նա չի օգտվում կապի էլեկտրոնային միջոցներից։ Կրեմլում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն քննադատել է Եվրոպայում պատմության աղավաղումը և նշել, որ պատշաճ հարգանք չկա երկրորդ համաշխարհային պատերազմի իրադարձությունների նկատմամբ։ Ֆիցոն նաև հայտնել է, որ իր կարծիքով ուկրաինական հակամարտությունը մոտենում է ավարտին։ Պուտինն ու Սլովակիայի վարչապետը նախքան պաշտոնական բանակցությունները զրուցել են առանձին։ Ի տարբերություն նախորդ տարվա, երբ Ֆիցոն ստիպված էր թռչել Թուրքիայի տարածքով, այս անգամ նրա ինքնաթիռին թույլատրել են անցնել եվրոպական երթուղով՝ Չեխիայի, Գերմանիայի, Շվեդիայի և Ֆինլանդիայի օդային տարածքով։